ձեր կարծիքով Միացյալ Նահանգները կարող Ռուսաստանում նույն բանը անեն։ Ռուսաստանում չեն կարող, բայց Ռուսաստանն արդեն արել էր, հայտնվել էր Կիևում։ Բայց ինչ արեցի, խաբեցին, ասեցին գնա այնտեղ կստորագրեք, ինք իր բերանով խոստովանեց, որ ամեն դեպքում ես կարծում եմ դա ընդհանուր գիտեք, եթե նկատել եք Պուտինի ու Թրամփի խոսքերում մի հատ ընդհանուր բան կա։ Երկուսն էլ ինչ-որ իրենց հայտարարություններում ողջ պատասխանատվությունը հակված են դնել եվրոպական էլիտաների վրա։ Դե հիմա այդ կոնտեքստում նայեք մի քիչ Իմ կարծիքով այդ կոնտեքստում է այդ հայտարարությունները հնչել։ Բայց պատերազմը շարունակվում է մանավանդ մաշեցնող պատերազմը։ Դե հիմա գիտեք ինչ Ամերիկայի Միացյալ Նահանգների պես երկրի ատամներն էլ Իրանում փշրվեցին ու ավելի դաժան ձևով։ Եթե այսօր նայենք պատերազմին, Ուկրաինայում առարկայական հաջողություններ գոնե Ռուսաստանը գրանցել է։ Դե մյուս կողմից էլ Իրանը շարունակում է այդ արմոր շրջափակված մնալ եւ տնտեսական շատ ծանր վիճակում է։ Հիմա իրենք երկրորդ քայլի են գնում, որ տնտեսական այդ լարվածության հետևանքով լարվածություն ներսում առաջացնեն եւ ընդվզման ինչ-որ բան։ Գիտեք, այդ շատ դժվար է ստացվելու կամ գրեթե անհնար է դրա ստացվելը։ Որտեղ մի բան է, երբ որ պատերազմը ժողովուրդը միասնական է դառնում, մեկ այլ բան է, որ ըստ էության պատերազմ չկա, ռումբեր ամենայն դեպս չկար եւ շատ երկար ժամանակ իրանք Իրանի ներքին հակասությունների վրա խաղալ չեն կարող, որովհետեւ դեմոնիզացվել են Իրանի ժողովրդի աչքերում։ Հա, հասկանալի։ Ցանկացած նույնիսկ արդար ընդվզում հիմա Իրանի ներսում, նույնիսկ արդար։ Հա, ինքը կարելի ասոցացվելու է այդ դեմոնիզացված արևմուտքի Իսրայելի հետ, որովհետեւ պարզ խոսենք, չէ, Իրանում Իսրայելն ու Միացյալ Նահանգները ցեղասպան ագրեսիվ պատերազմ են վարում, որը ոչ մի արդարացում չունի, ընդ որում եթե Պուտինին մեղադրում էին օկուպացիայի մեջ, ստեղ ընդհանրապես թիրախավորվել էր Իրանի ամբողջ ղեկավարությունը, առանց սանկցիայի գնդակահարում էին ինքնիշխան երկրի ղեկավարների կամ ռմբակոծում էին։ Հետևաբար ուզում եմ ասեմ, որ դե նոր աշխարհակարգը ցնցումներով է ստեղծվելու, սա ակնհայտորեն։ Եվ փոքր երկրների գլխին ինչ կա։ Փոքր երկրները, եթե արկածախնդիր են կամ այս կարգի ղեկավարները կարող են կանգնել պետությունը կորցնելու վտանգի առաջ։ Հիմա մենք այդ վտանգի մեջ ենք։ Ինչ է հայտարարությունից երևաց, որ ինքը հետ քայլ է Նիկոլի մոտ, տեսեք ինչ որ լղոզված բան պատասխաներ։ Ումը Նիկոլ Փաշինյանը։ Այո, պատասխանը Պուտինին։ Գիտեք, չէ, Նիկոլ Փաշինյանը փորձում է ժամանակի վրա խաղալ։ Հա, այսինքն փափուկ բարձ ամենտեղ դնել, միջև ընտրություններում լավ տակտիկա չի, որովհետև Ռուսաստանում ասում են մենք էլ այդ ժամանակը հակված չենք տալ, երկու աթոռի վրա խաղալու մարտավարությունը սպառվել է։ Հիմա ինչքան ուզում ենք, գիտեք ինչ կա, դու պետք է կարողանաս քո մարտավարությունը ավելի ուժեղ պետության պարտադրես, եթե չես կարող պարտադրես։ Ինքն է որոշում քեզ այդ ժամանակը։ Դուք վստահ եք, որ սպառել է այդ լիմիտը Ես գրեթե համոզված եմ։ Կա մեկ ուրիշ թանկ գին, որ Նիկոլը կարող է տալ, իհարկե մեր հաշվին եւ Հարություն Աշյանով արտաքին քաղաքականությունը փոխել է։ Եկեք ասի Ռուսաստան ձեր։ Այո, եւ ռուսական ուղեցրի մեջ ամբողջ այդ միայն արդյունքները քիչ են։ Միայն արդյունքները քիչ են։ Այս գեղարվեստական ֆիլմ չի էլի, որ Մոսկվան արդյունքներին հավատա։ Միայն արդյունքները քիչ են, բայց ես մի քիչ հավանական եմ համարում Նիկոլ Փաշինյանը հետևույթներ կանի։ Նիկոլ Փաշինյանը հիմա ժամանակ է շահում, այս կողմ են կողմ եւ այլն։ Մյուս կողմից ԵԱՏՄ գագաթաժողովի նույնիսկ։ Իսկ գուցե Ռուսաստանը տա այդ ժամանակը, որտեղ Ռուսաստանն էլ այն բան վիճակում չի, որ բոլոր ուղղություններով լարվածություն բերի, անցնի գնա միջև տեսնեն ինչ են, թե իսկապես դու կարծում եք սպառել է Նիկոլ Փաշինյանը այնքան արժե զրկել Հայաստանը, որ մի հատ թափառական ցեղախումբ նույնիսկ Հայաստանի հարցերը կարանուց է։ Այդ ինչքան պետք է Ռուսաստանը թուլացած լինի, որ Հայաստանի նկատմամբ գործողություններ չկա։ Դե Հայաստանի հետ գործ ունես, այլևս գործ ունեն Ադրբեջան եւ Թուրքիա։ Եվ հավաքական արևմուտք։ Ես ձեր հետ համաձայն եմ, դուք ավելի վատ բան եք ասում։ Այդ ձեր ասածը ուրիշ ձևի ես փոխակերպեմ։ Կարող այդ մեր համար ինդեպ ողբերգություն կլինի, որ Պուտինը սկսի Հայաստանի հարցերը քննարկել արդեն ոչ թե հայ ժողովրդի հետ։ Հիմա հայ ժողովրդի հետ է խոսում, հույսով երևի, որ հունիսի 7-ին մենք այլ ասենք Էրդողանի հետ քննարկի Հայաստանի հարցերը եւ շատ չոր տարբերակով կիսեն Հայաստանը։
Շատ լավ, ճիշտ ընտրություն, դե արխիվում ընտրություններն այս թեմային, հա, անցնենք Գյումրու տարբերակը, այն ամենայնիվ պիտի աշխատի։ Գյումրու տարբերակը ամենալավ տարբերակն է, ինչքան էլ այդ բառով փորձում են մեզ վախեցնել։ Ո՞վ վախեցնում, շատ Դե իշխանությունը ասում է Գյումրիի բանը։ Փաստ է, որ այդ տարբերակով իր թեկնածուն խայտարակվեց, ինքը խայտարակվեց եւ ինքը այնպիսի այնքան ողորմելի վիճակում է, որ հաղթած Մարդուն ինչը արել այսօր, տարել փակել է, փաստա չէ։ Այն դեմոկրատների զայնձուն չկար, չէ՞, դեմոկրատական երկրների ղեկավարներից։ Ոչ մեկ չի հիշեր, չէ՞, Վարդան Ղուկասյանին։ Ուրեմն շատ պարզ ասեմ, այս ընտրությունները մի հատ ինտրիգ ունեն, մնացած այս 3 առ նախ 2 արձանագրում անենք, որ այս ընտրություններում ճակատագիր այս ընտրությունների որոշվելու է մի կողմից իշխանության, մյուս կողմից այն 3 ազդեցիկ ուժերի փոխհարաբերությունների արդյունքում։ Շատ պարզ ասենք, ամենայն հարգանքով մյուս բոլոր ուժերի նկատմամբ պարզ է, չէ, որ այս 4 ուժերն են որոշելու մեծ հաշվով բանը։ Ճակատագիր, սա մեկ, երկրորդը, ընտրությունների ինտրիգը նույնիսկ այն չի ընդդիմադիր այս 3 ուժերից ով քանի տոկոս կստանա, այլ այնա թե քանի մարդ կմասնակցի ընտրություններին։ Ուրեմն տեսեք, ես հատուկ հաշվարկ եմ արել, ամբողջ Եվրոպայում հասարակությունները իրենց էլիտաներից դժգոհ են։ Նույնիսկ զզվանքի հասնող դժգոհություններ կան։ Բայց որ տեղեր կան, որ այդ դժգոհությունը չի բերում փոփոխությունների, տեղեր կան, որ բերել են։ Մի հատ հետաքրքիր օրինաչափությամբ ես պարզեցի, որ Հունգարիայում եւ Բուլղարիայում, որտեղ իշխանություններ փոխվեցին, իրենց նախորդ ընտրությունների համեմատ +10 ավել մասնակցություն ա եղել։ Երկու տեղում էլ +10։ Հիմա նույն բանը մենք մի քանի հոգով մի փակ քննարկման ժամանակ այդ անալիզը արել ենք վերլուծաբաներով, իդեպ ասեմ, ոչ թե քաղաքական շրջանակներով, ցես հայտնի շատ հարգված վերլուծաբաններ են մասնակցել, նաև ձեր ակումբում կալվող, եւ եկել ենք մի հատ եզրակացության, որ եթե ընդդիմությանը, հավաքական ընդդիմությանը հաջողվում է ընտրողների թիվը 1.300.000-ից գերազանցող թիվ ապահովել, փոփոխությունները դառնում են անխուսափելի, որտեղ 1.300.000-ից ավել մասնակցության դեպքում վարչական ռեսուրսը սկսում է տեսակարգիչները շատ փոքր լինել։ 1.3 լուծելի բան է դա, միանշանակ այո, ուղղակի մենք ճիշտ շեշտադրումներ անենք այս քարոզարշավի ընթացքում, ակտիվացնենք, մոտիվացնենք մարդկանց, որ հիմա տեսեք, ստեղ մի հատ նրբություն էլ ասեմ։ Այն թեզի իշխանության, որ ընդդիմությունը միասնական չի, շատ սխալ է։ Սրանից ավելի միասնական ընդդիմությունը երբեք չի եղել։ Այո, մենք 3 տարբեր ցուցակներով ենք մասնակցում, բայց նպատակի օրակարգի եւ նպատակի հարցում լրիվ ներդաշնական ընդդիմությունը։ Չէ, բայց ես կասեի, որ բավականին կոռեկտ բան քարոզ է գնում բոլորը իր նկատմամբ։ Բոլորիս ասածը եղել է նույնը, որ բոլորս պատրաստ են կոնսոլիդացվել, ավելի մեծ թվով ձայներ հավաքած կուսակցության տեխնոլոգիայի շուրջ։ Հիմա դրա համար ես ասում եմ, մեր հավաքական առաջադրանքը պիտի ընտրողների մոտիվացնել այդ օրը գնալ տեղամաս։ 1.300.000 այդ +10-ն է, էլի։ Իր ամենաշահեկան բանը ինչն է, այդ խաղաղություն բառը դեռ շարունակում է աշխատել, թե այլևս ոչ։ Մասամբ աշխատում է, մասամբ, նաև հակառուսականությունը մասամբ աշխատում է, բայց այս ընտրությունը ինչու՞ պատերազմ բերած մարդու մոտ ոնց է։ Դե ասում եմ մասամբ։ Այս ընտրությունը մի հատ շատ կարևոր բանով տարբերվում է 2021-ի եւ 2018-ի։ Ինչով։ Ասելիք չունի Նիկոլ Փաշինյանը։ Այնքան ասելիք չունի, որ դրել է ենթադրենք մարդա Սամվել Կարապետյանը մի հատ շատ տհաճ բաների է հանդիպում, տեսակ, չէ։ Այո։ Երևանում թարախ է։ Չէ, Երևանում տալիս է։ Տեսեք, էսի շատ սիրուն հետաքրքիր բան է կատարվում։ Ում են այդ կարգի մեծ պահպանությամբ տեղից տեղ տեղափոխում։ Իրան։ Կալանավորին։ Երբ որ ասենք բանտից տանում են դատական նիստերի դալիճը հետ են բերում, տես մեծ չէ, տես փակ կանվոյով բանով տանում են։ Իրա տեղաշարժը որ նայում ես, Կալանավորի տեղաշարժը։ Իմիջայլոց ինքն ու Մակրոնը մի հատ ընդհանրություն ունեն։ Հա։ Երկուսն էլ իրանց մայրաքաղաքներում չեն կարող հանգիստ ման գալ։ Նկատել եք։ Ասենք Նիկոլը Փարիզում է հանգիստ ֆրֆռում, Մակրոնը Երևանում։ Ճակատագրին գերներ են, բայց ես ասում եմ, այդ 1.300.000-ից ավել ընտրող բերել է միանգամայն իրատեսական խնդիր է։ Իրա միակ
մտածում է հետևյալ նա ոնց անի, որ այս 3 ուժերից մեկին դուրս թողի։ Որ կոնստրուկցիան այդ հաղթանակի կոնստրուկցիան կարողանա փշնել։ Եթե այսպես ամփոփ ասենք, ինչ է ակնկալում ժողովուրդը Սամվել Կարապետյանից, Ռոբերտ Քոչարյանից եւ Ծառուկյանից, առանձին ամեն մեկի հետ կապված կարճ։ 3-ից էլ նույն բանն է ակնկալում։ Նիկոլ Փաշինյանին հեռացնել։ Չէ, ինչու հենց իրանց կգնան էլի, որովհետեւ մեկին ինչու պիտի իրանց հետևից գնան։ Ասենք ինչու Սամվել Կարապետյանը, ինչու Քոչարյանը, ինչու Սամվել Կարապետյանը նոր մարդ է քաղաքական դաշտում, դե այդ ցանկացած նոր բան գրավչություն ունի։ Ռոբերտ Քոչարյանը ունի որոշակի փորձառություն պետական։ Գագիկ Ծառուկյանն էլ լավ իմաստով կայունացնող գործուն, հա։ Բայց ժողովուրդը իրանց 3-ին առանձին չի դիտարկում։ Ես շատ եմ շփվում իմ մարդկանց հետ։ Ոչ թե առանձին իրանց չի դիտարկում, 3-ից էլ նույն բանն է ուզում։ Վռնդել, հա։ Ամենատարածված հարցն է, բա սենց երբ առնելու, սրան երբեք հեռացնելու։ Այսինքն եթե այս ձևով դնենք։ Ասենք շուտով, թե չասենք շուտով։ Ես գիտեք ինչ կա, սենց ես ասեմ ձեզ էլի։ Այս իշխանությունը այն բլնում է, որ ասում են յուղ ավառում արդեն։ Նիկոլ Փաշինյանի մոտ այդ վիճակն է արդեն։ Հիմա Նիկոլ Փաշինյանը Իմիջիալոց մի հատ ցույց տվեք, ինչ որ գժվել էր, ինչ էր B A ասպա այդ մի մարդը դու ես, այդ մի մարդը դու ես 46 անգամ ասած այդ մի մարդը դու ես, այդ մի մարդը դու ես։ Ինչ ա եղել։ Դե հիմա Սենկերի պատմությունն է, թե ուրիշ պատմություն է։ Այդ սունկը ինձ թվում է ուրիշ բանի մասկիրովկա է, ամեն դեպքում պիտի ասողից հարցնել։ Ամեն դեպքում սա ասելիք չունեցող մարդուն տրարշավ է։ Օրը մի 2, 3, 4 սկանդալի այդ մարդը բախվում է։ Այսօր իրան պարզ ասում են, ուրան չես հայրենիքը։ Չէ, ասում են մեր տալիս ես հողերն ես մենակ հանձնում, մեր երկիրն ես հանձնում։ Ընդդիմադիր ուժերին հասարակությունը ընդհանրապես մի առաջադրանք ունի։ Ոնց ուզում է կարա, իմիջիալոց մի բան շատ անկեղծ ասեմ։ Այս 3-ից ոչ մեկ ինքնուրույն չի կարող իշխանություն վերցնել, մեր 3-ի մասն եմ ասում։ Ընդդիմադիր դաշտի։ Հետևաբար նոր կառավարությունը անպայման ունելու ազգային համաձայնության կառավարություն։ Այդ շատ էլ պետք է որ այդպեսի լինի, որպեսզի հանրային համերաշխություն։ Դա маш շատ կարևոր է որ 3 ուժերն էլ անցնեն։ Այո, ես միշտ եմ ասում։ Ես եմ շնորհակալ։